Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018-ից սկսած կամ նրան իշխանության բերելը մեր պետության համար կարևորագույն վթար թեստ հանդիսացավ։ Ինչու եմ ասում վթար թեստ, որովհետև մինչ Փաշինյանի իշխանության բերելը պետական ինստիտուտները լավից վատից աշխատում էին, ճգնաժամերի մեջ չէին հայտնվել որպես առանձին ինստիտուտներ եւ բնական է շատերի մոտ տպավորություն էր, որ ահա բանակը իր տեղում է, ոստիկանությունն իր տեղում է, ուժեղ են, համակարգ կա այնտեղ, հա։ Եվ այսպես շարունակ բոլոր ինստիտուտները, Արցախի պետական ինստիտուտներն իրենց տեղում են, եւ ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բոլոր ինստիտուտները իր տգիտության, դավադրության նաեւ սրիկայության, հանցավորության արդյունքում փորձությունների ենթարկեց։ Ուզում եմ այս իրավիճակը նմանեցնել մեքենաների վթար թեստերին, ցանկացած մեքենա, որը նորմալ շուկա է ուզում մտնել, վթար թեստերի է ենթարկվում եւ այդ արդյունքները արձանագրվում են, հրապարակվում են, կարող եք YouTube-ում էլ դա մանգալ տեսնել, տասնյակ մեքենաների, հարյուրավոր մեքենաների հետ կապված կան նման վթար թեստեր, crash test եթե գրեք, YouTube-ում կգտնեք հարյուրավոր վիդեոներ, որտեղ մեքենան կարող է լավ տեսք ունենալ, թվալ թե հարմարավետ մեքենա, բայց հենց վթարի է ենթարկվում, տեսնում եք, որ ուղևորները դժվար թե փրկվեն։ Եվ նորմալ շուկաներ, լավագույն շուկաներ մտնում են այն մեքենաները, որոնք համապատասխան որոշակի ստանդարտների են հետևում իրենց արտադրության ընթացքում եւ կոնկրետ արագության պարագայում վթարի ենթարկվելու դեպքում, թույլատրելի արագության պարագայում վթարի ենթարկվելու դեպքում ուղևորները չեն մահանում, նրանց կյանքին վտանգ չի սպառում, այդ մեքենաները նորմալ շուկաներ են մտնում։ Բայց փոխարենը կան մեքենաներ, որոնք արտաքինից կարող են լավ տեսք ունենալ, բայց թույլատրելի արագությամբ վթարի ենթարկվելու պարագայում ուղղակի ուղևորներից ոչինչ չի մնա։ Հիմա պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը, որը վթար թեստ էր մեր պետության համար, բացահայտեց, որ պետական որևէ ինստիտուտ մեքենայի եթե նմանեցնենք, ուղևորի կյանքը փրկող ինստիտուտ չի։ Արցախի պարագայում փաստորեն պետական ինստիտուտը չդիմացավ այդ ճգնաժամին եւ պետական ինստիտուտը փլուզվեց։ Այո, Նիկոլ Փաշինյանի հանցագործության հետևանքով։ Ոստիկանությունը պարզվեց ոստիկանություն չէր, ազգային անվտանգության ծառայությունը պարզվեց ազգային անվտանգության ծառայություն չէր, բանակը պարզվեց բանակ չէր կոնե վերնախավի իմաստով։ Հիմա միակ կառույցը, որը Նիկոլ Փաշինյանը այդքան չի կարողանում հաջողությամբ իր նպատակին հասնել, հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Երբ սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեպքում Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ թույլատրելի արագության դեպքում վթարի ենթարկելու պարագայում ուղևորները ողջ են մնում։ Այսինքն լավ ինստիտուտ է, լավ կառույց է։ Հիմա Փաշինյանը արագության գերազանցում է անում, հա, պետական ինստիտուտները այդ վթարված արդեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը հարձակվել են եկեղեցու վրա եւ դուք Գյումրիում տեսաք այդ խայտարակ պատկերը, երբ պաստորեն օկուպացրել էին 7 վերք եկեղեցին, 7 վերք եկեղեցին նախկինում օկուպացվել է միայն թուրքերի կողմից, հիմա արդեն ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ մատուցեցին պատարակ, որը հակասում էր կանոններին եւ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը ստիպված եղավ սրբագործել, մաքրագործել եկեղեցին այդ այսպես ասած պատարակից հետո։ Հիմա Փաշինյանը անընդհատ արագությունները ավելացնելու է, փորձելու է ավելացնել, իհարկե հասարակությունը քաղաքական ուժերը պիտի ստիպեն Փաշինյանին արագություն չավելացնել, չգնալ թույլատրելի արագությունից ավել, եւ ես վստահ եմ, որ սա էլ մի փորձաքար է եւ սա վթար թեստ է, որը եթե եկեղեցին անցավ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ անցնելու է։ Դա փաստորեն կարող է դառնալ մեր պետության առողջացման սկիզբը, որովհետեւ փաստորեն մենք կտեսնենք, որ ինչպես պիտի կառավարվի կամ ինչ ինստիտուցիոնալ կառուցվածք պետք է ունենա պետությունը, որպեսզի նման վթարների դիմանա։ Վթարներին չդիմացած կառույցների ճակատագիրն էլ պիտի վերլուծվի, այդտեղ էլ
հետևանքները հասկանալ է պետք, հասկանալ թե ինչպես չպիտի կազմակերպված լինի պետական ինստիտուտը, որ վթարի դիմանա։